Չէ, գուրում են, քբեջի, հա։ Բարքեվավճարների գումարները, ավտոպարկի գումարները տրամադրեք մարդկանց կյանքից վտանգավոր վիճակից լուծելու։ Ամենի վախեցի գելու գազացեք։ Հարգելի քաղաքացիներ, Վարդաշանի վթարային շենքերի բնակիչները այլ տարբերակ չունեն իշխանության ներկայացուցիչների դիտկացուցիչներին լսելի լինելու հարցում ստիպված արդեն փողոց են փակում, որպեսզի իշխանական ներկայացուցիչները բարեհաճեն գոնե հանդիպել իրենց հարցերին պատասխաններ տալ, բայց ոչ ոք իշխանական ներկայացուցիչներից ոչ ոք չի իջնում, չի խոսում, չի զրուցում այս մարդկանց հետ, պատասխաններ չի տալիս այն դեպքում, որ 23 թվականի ընտրություններից առաջ խոսումներ են տալիս, որ պետք է 1.5 տարվա ընթացքում մարդկանց տարհանեն եւ ընտրվելուց հետո բացարձակ ոչ մի պատասխան քաղաքացիներին, լռություն, իսկ այս մարդկանց բնակ պայմանները անպատկերացնելի վատն են, ուղղակի բնակության համար պիտանի չեն, ոչ միայն վթարային շենքի հարցով, այլ սանտարահիգենիկ պայմաններով, որը լի է առողջական մեծ խնդիրներով, որ հիմա տարեց մարդիկ արդեն բազմաթիվ հիվանդություններ են ձեռք բերել եւ այնտեղ մեծանում են երեխաներ, ովքեր եւս այդ պայմաններում ապրելով վստահաբար չեն կարող առողջ քաղաքացիներ դառնալ։ Մենք սարսափում ենք այս ամառվա վարակից, բախում ենք երեխեքը հիվանդանան, վարակվեն, նրանից ենք ընկնում շատը, կոյողներ ջերեր, որ գնում լծվում, ամբողջ երկու փողոց արդեն կոյողաջուր է լծվում։ Կոյողաջրերը ձեր շենքի հիմքերից դուրս են գալիս, ես իմ աչքով եմ տեսել, եւ տարբեր արդեն խավարասերներ ու տարբեր միջատներ շենքում վխտում են։ Շատ վախենում, ես վախենում եմ թողնելս վարակից հիվանդանալ։ Այո։ Այնի որ դիմացել ենք այդքան տարի կարելի է մի տարի դիմանալ, բայց վարակին դիմանալ հնարավոր չի։ Ճիշտ է, այդ հարցով էլ եք ճիշտ, բայց ձեր շենքի վիճակն էլ այդպես է, որ մի հատ թեթե շարժեղավ ձեր շենքը բլվելու է։ Տակը դատարկ կարող է իսկան մարդու բանի վրա է, չէ, սենց պատաշ ծարած, պատի վրա է շենքը, իստակի ջուրը գնում է, լծում է ներքևի փողոց, շենքը իշնելու է, բայց պատը ինչքան շենքը թեքվել է արդեն։ Թեքվել է, իմ դուրը, իմ տղան ամեն տարի խարտոցով բան անում, մաշացնում է, որ փակվի, մաշացնում է փակվի, այդ ինչ է, նշանակում է, որ շենքը նստում է, թեքված է, անզեն աչքով էլ երևում է, որ շենքը թեքվել է։ Իջնում է դեպի սեփական բներ, մի օր խլվելու, այսպես գնանք սեփական բները, 8-րդ փողոց։ Կոյողաջուրը իջել է արդեն 8-րդ փողոց։ Ընդե ժողովուրդներ են հիվանդանալու։ Ազդանշաններով որ։ Ոչ պետք։ Չի լրացել, ունենք րոպեներ։ Մեկը իջնի, դուք չունեն այդ կազորի։ Թող մեկը իշտի պատասխան տա։ Վախենում են իրոքից վախենում են։ Դուք ունեք կողմից ընդվերների աչքերին անում։
անկեղծ եմ ասում, իրանց խոստումները տված չեն անում, վախենում են, բայց մենք մարդակերտ չենք, մենք մարդ ենք, մենք ապրել ենք ուզում, մենք շնչել ենք ուզում, որ կարողանանք բանը, խի որ մեկ երեխենա մեկիս երեխուց լավ, դուք տեսել եք մեր պայմանները, գետնի տակից տան մեջից որդերը դուր ա հոսում, կեղտա դուր ա հոսում, ոչ մեկ երեխեն 5 րոպե 5 վայրկյան ընդեղ չի կարա շնչի։ Ինչ անենք, գոյուղի ջուրը բերենք իրանք ոտքաշին, ափսոս որ խոնավության մոտը չեմ կարող։ Եկելա հոտելա քաշել, քիթել բրդելա տավայից մոտ եկել չեն լրիվ եկել են նայել են, բայց ոչ մի արտուկել չեն քաշել։ Դուրատալի որ համազգերտերով կապված են։ Մարդիկ էլ տարբերակ չունեն, որպեսզի լինեն լսելի։ Իշխանությունները չեն լսում, չեն պատասխանում։ Հետո չգիտեմ ինչ խոսած, ինչ արեց։ Չեկա, պարոն Փաշինյանը, բայց ես կխնդրեմ պարոն Փաշինյան, մի օր էլ դուք եկեք մեր շենքը։ Բոլորը տեղյակ են, բայց պարոն Փաշինյանը չի եկել մեր շենք։ Խնդրում եմ, պարոն Փաշինյան, մի օր էլ դուք եկեք տեսեք մեր շենքի վիճակը։ Պարոն Աբինյանը ոչ մի բան չի անում։ Գիտենց աշխատող են պահում, աշխատավարձի համար են ընդունվել, մարդկանցար են ապրում, մարդիվաբճարների համար, մեզանով են ապրում, չէ իրանք, մարդկանցով են, չէ իրանք ապրում, որքի զինվորի համար, մեր քաղաքացիների շնորհիվ են իրանք ապրում, ծնվել ենք, մեծացել ենք, մեր Երևան քաղաքը, մեր լավ քաղաքը, ինչի ասում քաղաքը մենակ Այո, մեր բոլորի պահանջը գոնե իջնեն, որևէ պատասխան տան, չանտեսեն մարդկանց։ Ես կարգավիճակը ընդամենը 5 րոպե թող իջնեն, ժամանակ տան, ասեն ժողովուրդ ջան, գնացեք 3 ամիս մի եկեք, թղթով, գրավորով, որ ձեզ տեղից կհանեն, կապահովեն բնակարաններով։ Ոչ մեկ իր երեխեքի կյանքից ձեռ չքաշել, հերիք արդեն։ Էդել են խափելու, այդ 7 տարիա խափում են, էդել են խափելու։ Չեն տնում այս վիճակն։ Մարդիկ պահանջում են, որ որևէ պաշտոնյա անձ գա իրենց լսի, հարցերին պատասխան տա, ոչ թե անտեսի ու տարիներով սենց այսպես խափելով մարդկանց անտեսեն։ Դրական դիրքորոշում եք տվել, նորմը չի համապատասխանել, տվել եք դրական դիրքորոշում 18 մետր է։ 24 թվին գրել են գումարի գինա տվել, որ վերեն գումարը վճարենք, համաձայնություն եք տվել, հեսա թղթերը սաղ կա։ Հալա դու բացել է առաջ։ Գրել է, որ երկուսից 3 հարկանի շենքերի միջև պիտի լինի 18 մետր։ Ասել եք կեսը կանեմ, կեսը չի, ասել եմ դրանել եմ համաձայն։ Հիմա գրել է շենքը մի ամեն ջական Վարդաշենցիների չէ, իմ առանձին է, հեսա խնդրում եմ ձեզ։ Հեսա ես էդուլա առանց Աշխատանքները պահանջում են կոմպետենտ մարդիչնի եւ պատասխանատու։ Թողիչն են, որովհետեւ որոշումներ կայացնելիս բոլորը տակում են։ Որևէ մեկը կապ չունի ով է կոմպետենտ, թող իջնի ձեզ պատասխան տա։ Գազանք չեն, ուղղակի թող առասպած վախ ունենան, որտեղ ամեն վարքյան են ասեցին, որ մեր կյանքը Են քարերը, հիմա վախենում ենք ուժեղ կամուց քարերը կարող է շենքից պոկվեն ընկնեն։ Հիշում եք, մեր շենքի քարը։ Այո, ինքը տկած ունի մեր ժողովրդի վրա։ Ինքը իր գրպաններն ու իր չեմ կարողանում խոսամ, որ խոսում ես անկախ քեզ անսահմանից։ Լավինյանի հորմոն համար տուն առել, ինչով առել, եթե աշխատավարձով։ Ինչով առել եք տուն։ Որ ինքը բարենպաստ դրանից հետո բոլորը Այս ընտանիքներում տղաներ, աղջիկներ են մեծանում, տարեց մարդիկ կան, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ապրում, բազմաբնակարան եւ բազմանդամ ընտանիքներ են հիմնականում
սոցիալապես էլ այն վիճակում չեն, որ կարողանան ինքնուրույն իրենք բնակարաններ գնել։ Քաղաքային Իշխանական ներկայացուցիչներ, գոնե ձեզանից մեկը թողիչնի այս մարդկանց հետ խոսի, այս մարդկանց ինչ-որ պատասխան տա, որ մարդիկ անտեսված չզգան, Արդեն եթե ճիճան կառավարական շենք են գնում ոտքով։ ինչ եք պատրաստում անել։ Էլի նույն խոսակցությունը կառավարական շենքի դեմը, ոտքով գնում են կառավարական շենք, եթե ճիճան։ Հիմա ավելի լավ է գան սրանով սահմանափակեն, չէ, բոլորս միասին գնում են կառավարական շենք ոտքով։ Ու գոռալով։ Հեսա կառավարությունն են Մարդիկ արդեն չեն իմանում ինչ քայլեր ձեռնարկեն, որպեսզի լսելի լինեն ու իրանց խնդիրը լուծվի։ Գոնե ձեզանից մեկը թողիչնի, մարդկանց հետ խոսա, որը պատասխան տա։ Որ ես խոնավ, ճահիճի մեջ եմ ապրում, ջրի մեջ եմ ապրում, շորերը քնում շորը, չեմ կարի վիճակի չեմ, սաղնար խալաջին եք որդորում եմ տունը, ջուր, ջրի մեջ խոր, եկել եք, տասել եք, ինչի միջև եր, ինքը եկավ ասեց մայրիկ ճան, եկավ իմ տունը, ասեց մայրիկ ճան, ես քան սպասել եք, այս կնը սպասել, որ ասել, կեչ տեղափոխել, հիմա ես ինչա։ Համախմբված թանկացումները ընդունում եք, մարդկանց կյանքը դժվարացնում եք, բայց երբ որ հարցը գալիս է խնդիրներ լուծելուն, արդեն դուք չկաք։ Գոնե ձեզանից մեկը այդ քաղաքապետարանի շենքն է, այս շենքում այս պահին իշխանական ներկայացուցիչներից շատ մարդիկ իրենց աշխատասենյակներում են, դիտում են մեր եթերները, դիտում են թե ինչ է կատարվում քաղաքապետարանի դիմաց։ Թող որևէ մեկը իջնի ու այս մարդկանց հետ խոսի, պատասխան տա հարցերին։ Վերջ-վերջը պատասխանատվություն եք վերցրել ձեր վրա այս քաղաքի հանդեպ։ Այս քայլում Այ բալաջան, գիտե մարդ էլ մի որ իշնի, կապիկի պես լուսամուտներից նայում են, ոնց որ գազանանություն լինեք, բանդակներից նայում են մարդը։ Ինչ ասես սրանց, ինչ ասես։ Տղամարդ էլ խոսքեր տվե, թող բնակիչներին ապահովեր։ թանկացումները համախմբված սենց լավ հոգով անում են, բայց որ մարդկանց կյանքի Թող բարի լինեն, հարցն է առաջանում, գոյություն չկա։ մեզ օր ասեն ժամկետ, ասեն սև ժամկետում։ Գնում են կառավարության շենք։ Մարդիկ քաղաքապետարանի ցույցները կտրեցին, շարժվում են դեպի կառավարության շենք, հույսով լինելով, որ գոնե այնտեղ իրանց ինչ-որ մեկը կլսի։ Իհարկե, ես մեծ կասկածներ ունեմ, բայց շանտի այլ տարբերակ չի։ Վերևը թողմա իշնում են։ Այս անգիրը հետ բաց թողում։ Ես հիշեցնեմ, որ Վարդաշենի վթարային շենքերի բնակիչներն են հիմա քաղաքապետարանի դիմաց ու պահանջում են իշխանության ներկայացուցիչներին, որպեսզի պատասխանեն իրենց այն հարցերին, թե երբ են իրենց տարհանելու, քանի որ շենքը 4-րդ վթարային է, բացի վթարային լինելուց, շենքը ուղղակի անմարդկային պայմաններ է ապրելու համար եւ 23 թվականի ընտրությունների նախընտրական շրջանում քարոզարշավի ընթացքում իշխանական ներկայացուցիչները խոսացել են քաղաքացիներին, որ 1.5 տարվա ընթացքում տարհանելու են, այսինքն այս տարվա սկզբին այս մարդիկ պետք է նոր բնակարաններում ապրեին, բայց դեռ ապրում են իրենց շենքերում, իսկ այդ շենքի պայմանները ես մեր խմբակցության անդամները այցելել ենք, հավատացեք, աննկարագրելի վատ պայմաններ են, պատերը ամբողջությամբ բորբոսնած, մամռակալած, կոյուղաջրերը շենքի ամբողջ հիմքով հոսում են, թուլացնելով շենքի հիմքերը, քարերը շենքերից անընդհատ դուրս են գալիս, հիմքի մասը, ավազային մասը արդեն փշրվում թափում է, մի հատ ձեռքով անում ենք, փշրվում թափում է, ու մի հատ թեթև տատանում լինի, այդ շենքը փլվելու է, ու այդ հակասանիտարահիգիենիկ պայմաններում ապրում են երեխաներ, մեծանում են,
ու խնդիրը արդեն գոյության խնդիր է, ոչ թե ուղղակի պայմանների հետ կապված, մարդկանց բարեկեցիկ պայմանների խնդիրն է, այլ մարդկանց գոյության խնդիրն է։ Ձեր հետ կապ չունի Ժողովուրդ ջան, երթևեկության հետ է կապված։ Լարված են մարդիկ ուղղակի, դուք էլ հասկացեք։ Մենք տրամադրված չէինք լինի, եթե սխալները Ժողովուրդ, ինչ խնդիր կա։ են, որ թողան այդ տանը ապրեն, կառավարության աշխատողները, իրանց ընտանիքներով, մենք մեր տները կհանձնենք իրանց, մի շաբաթով, թող գան մի շաբաթ, իրանց են փոքրից սկսած միջև մեծ, մի շաբաթ, թող ապրեն, եթե իրանք մի շաբաթ կապրեն ու իրանց լավ կզգան, մենք եւս մի տարի կսպասենք։ Մենք եւս մի տարի կսպասենք, թող իրանք գան մի շաբաթ իրանց ընտանիքներով ապրեն մեր տներում։ Ես իմ տունը մեկը կտավորամ։ Թող գան ապրեն, եթե չկարողանան այդ պայմաններում ապրեն ու գոյատևեն, ժողովուրդը մի տարի եւս կսպասի։ Հիմա մենք փակելու ենք խաչմերուկը։ Դեռ 20 Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներ։ Մի օր բոլոր ձեր ամբողջ խմբակով եկեք գնանք այս մարդկանց տները նայեք, մի հատ տեսեք ինչ պայմաններում են ապրում ու փորձեք մի ժամ այնտեղ գտնվել։ Ուղղակի մի ժամից ավել ոչ ոք ձեզանից չի կարենա այնտեղ մնալ։ Այդ հոտի, այդ խոնավության, այդ կոյուղա ջրերի հոտի արկայության դեպքում չեք կարա։ Մի ժամ, կես ժամ էլ չեք կարա մնալ։ Իսկ մարդիկ այդտեղ ապրում են, տարիներով ապրում են։ Երեխեքին ուղարկել, որ ասեն գնացեք տեսեք բարտաշեն, ոնց որ ձևարներն կանեն, մարդուտը անած հիմարի տեղ են դնում։ Այդ ձևիչին է, մարդը մնում է մարդ, թեկուզ, հարակացարանի ապրող, ոնց որ դրել են բամշուտ տեղ, կամ եղած կամ չեղած, իրանք համա իրանք ու տոմ խամեմ հանգիստ քնում են, մենք բախենալով։ Դու եկե տեսել ես մեր տունը, ինչ վիճակի մեջ է։ Դա աննկարագրելի պայմաններ է։ Բնակության համար ոչ վտանի է դա։ Հիմա դրա համար Ծառներ։ իշխանության ներկայացուցիչներին կրկին դիմում ենք։ Եկեք բոլոր ձեր ամբողջ խմբակով գնանք այս մարդկանց տները, մի ժամ չէ, կես ժամ, փորձեք մնալ ձեր տները։ Հա, Կես ժամ չեք կարող, կես ժամ, ուղղակի անհնար է այդտեղ երկար մնալ։ Բայց այս մարդիկ բնակվում են այդտեղ։ ընտրությունից ընտրություն ճանաչում են, Վարդաշենի տեղը, գիտեն Վարդաշենի, իսկ հիմա ոչինչ չեն անում, ինչի համար։ Երկու ամիս, մոտ մի ամիս թե երկու ամիս առաջ մենք մոտիկացանք, որ պարոն Ավինյանին տեսնենք, ասեցին, մեզ ասին պարոն Ավինյանը քաղաքացիների հետ հանդիպում չունի, այսինքն հանդիպում չունի, ընտրություններից առաջ եկավ տնետուն մտավ, սաղի հետ հանդիպեց, այդ վաղտ կարար ինքը հանդիպում ունենալ, իսկ հիմա եկել է հասել է այն գեզրակետին, այն գագաթնակետին, որ պետք է ինքը իր խոստումն անի, ասեք կանենք, ուր է այդ խոստումը, տարի 8 ամիս արդեն, տարի 9 արդեն երկրորդ տարին է ոլորում, ուր է իր խոստումը, փուչիկ էր իր ասածները, ուրեմն ինքը այդքան մարդ չի, այդքան են, որ ասում է, մարդ տեսակ չի, որ իր խոստումը չկատարեց, իր ասածը չկատարեց, որովհետև ամեն վարքյան ինքը լավ գիտի, ասում է, անմարդկային է, անշնչելի, ստեղ ոնց եք ապրում, ժողովուրդ, խոստանում եմ տարի ու կեսվա մեջ,
10 օրվա մեջ մեր թղթաբանությունը 2 շենքերի հավաքեցին, ուղարկեցին քաղաքապետարան եւ հոդստացին։ Բոլորը հոդստացին։ Ես հիմա նորմալ տպած եմ, դուք ուր են։ Ախր չէ որ ամեն վարքյան մեր կյանքը վտանգի տակ։ Ձեր առողջությունն էլ Առողջությունն են, որ ասում են, ես այս պահի դրությամբ լրիվ ծնկներից ծուլացած եմ, հազիվ եմ խայլում, հազիվ եմ խայլում։ Այս քանի տարեկան եմ, արիքսել եմ, չի որ ասում, ջահել բնիկ եմ, բայց ակերի մեզ չեմ կարում։ ու այդ պայմաններում երեխեք են մեծանում Զինվոր եմ ուղարկել սահման, որ սահմանը խաղաղ պայմաններում պահի, ու այսօրվա դուրսում իր ընտանիքի ու մնացած են որ ասում հարևանության որտեղ մեծացել այդ երեխեն վտանգված է։ Դրա համար ճանապարհը փակել են։ Իսկ ոստիկաններն են ծարեցին, որ այսօր մեքենա չգա։ Խի, ինչի համար։ Մարդ չենք մենք։ Ակնկալում ենք, որ գոնե իրանցից մեկը իջնի, մեզի հստակ պատասխան տա, օրենքով կա, որ այս ինքնորը մենք ձեզ հնարանում ենք։ Եկան, ինչ եկան, մրջունի պես եկան լծկան, իրանցից պտի վախենան, իրանցից պտի վախենան։ Պահեք ժողավոր, ուժայիններին են վերել, որ պահեք, մեկը փորձվի պահեք ժողավոր, տտեղից պահեք, իմիցում են բերել, Մի հատ այս խղճուկ վիճակ, այս սա իշխանության դեմքը։ Մարդիկ եկել են իրանց գոյության խնդիրն են բարձրաձայնում, դուք ուժայիններին բերել եք, որ մարդկանց փողոցից հանեն, դուք չէիք փողոց փակելով եկաք իշխանության։ Ադրբեջանը չի, Թուրքի սահման չի։ Իրանք չէին փողոց փակելով եկան իշխանության։ Այդ եմ ասում, ժողովրդի ինչ խղճուկ վիճակ է։ Այս հանը ժողովրդի դեմ Թուրքի ու հայ սահման է սպան, ում դեմն ես հանում և հայ ոստիկանը։ Սահմանները գնացիք պահեք, գնացիք կրվեք իմ տվեք։ Հանդասիկ ոստիկանը մերն է։ Էլի մերն է։ Բայց մարդը չծարայած մարդկա, դիտես ես ոստիկանը։ Այս ամոթ, ընտրության ժամանակ, ինչի եկան ոստիկան չվեստրիր գար շենքերի տակ, որ աթորիտ կրիվն աներ, որ հասնեիր աթորիտ։ Այսօր մարդը պայքարում է իրական համար ընդամենը, որ մեր երեխեքը ոչ խաղալու տեղ ունեն, ոչ դուրս գալու տեղ ունեն, խոնավությունը վրադիր է։ Իմ թոռս 6 ամսեկանա պատվաստում ունի ստանալու, ես չեմ կարողանում տանեմ պատվաստա, ոչ գրիպն է անցնում, ոչ հազն է անցնում։ Ինչի համար։ Իրաց նման դաչաներ չունենք, տներ չունենք։ Խղճուկ վիճակ է։ Ասենք 5 րոպե իջնեին ամենի քաղաքացիներին պատասխան տային։ Այս այն քաղաքացիներն են, որի ձայներով դուք եկել եք իշխանության։ Այրանք ասեցիք, որ ասեցիք դուք եք ժողովուրդը սպասում է, ինչ պատասխան տվեցին այդ բերելից վախեցածները։ Հիմա բոլորը տեսնում են։ Կանենքի պատասխանը, նայեք։ Ասեք կանենքի պատասխանը, ինչ եք, թե դուխ ունեք, ինչ եք, թե դուխ ունեք, ինչ եք, քաղաքացիներին պատասխանեք, ոչ թե ոստիկանական զորքեր բերեք։ Չեք է բախում։ Այս ընտանիքներում պատվազինվորներն են մեծանում։ Փոխանակ իջնեք մարդկանց հետ խոսակ, մարդկանց հարցերին պատասխան տակ, ոստիկանական ուժեր եք ուղարկում։ Կրկին համոզվում ենք, որ այս քաղաքը իշխանություն չունի։ Կեսը գնաց, կեսը մնաց։ Այս մարդիկ են վտանգ ներկայացնում, որ ոստիկաններին բերել եք։ Այս մարդիկ վտանգ են ներկայացնում։ Մարդկանց շենքերն են վտանգ ներկայացնում, ոչ թե այս մարդիկ։ Փոխանակ իջնեք, մարդկանց հետ զրուցեք։ 5 րոպեի փոխարեն
Ամեն ինչը բան է կան, բարթացնում էր։ Դե շոուների մասնագետ են, չէ՞ իրան։ Մեզ ամենակիշն է հետաքրում իրանք իշման, թող իրանք իշնեն մեր հարցին։ Հստակ որոշում ասեն, տան պատասխան տան, մենք էլ իմանանք մեր անելիքը, իրանք էլ գնան իրանք գործերով։ Ոչ մի ուրիշ բան չենք ուզում։ Ցուցարարների մեջ հիմնականում մեծամասնությունը կանայք են ու այս մարդկանց դեմ ոստիկաններ են բերում, ուժային համակարգին բերում են, որպեսզի չգիտեմ, այսինքն որպեսզի ինչից են վախենում, ինչի համար են անհանգստան, կանայք հիմնականում կանայք են, խնդրեմ։ Ինչից վախենանք, ինչ են կարևոր վախենանք, մեր իրավունքներն ենք պաշտպանում, ինչ են կարևոր վախենանք։ Իրա նման փողեր են գրբել ժողովրդին, իրա նման լափել եք, ինչ են կարևոր վախենանք իրանից։ Իրանից չունենք վախենալու։ Դրա համար ընդենք դրա համար ընդենք կանել եմ որ չեն Այ 5 րոպե դուք ասա գրամանոց լեզուն աշխատելու փոխարեն այսքան մարդ են հավաքել գլխներին ամենի լավը 2 գրամանոց լեզուն խոսում մեզ պատասխանեին, քան թե այսքան օգտագործեցին, այս մարդկանց էլ իրանց գործից գտրեցին, ինչքան փող պետք է վճարեն, այդքան փողի տեղակ մեզ տային, տուն ստանանք, տուն, բան չենք ուզում, մենք միայն բարեկեցիկ կյանք ենք ուզում։ Որ իրավունքը ունենք, մի իրավ ունենք այդ իրավունքը։ Հեսա ոստիկանական դուխ ունեն։ Դուխ ունեն։ Ոստիկանական է իրանց դուխը։ Այսինքն դուխ չունեին իջնելու քաղաքացիների հանդիպելու դեմարդեմ, որևէ պատասխան չունեն, չեն կարող ասել, որ իրենք պարգևավճարվում են, որ իրենք օգտվում են թանկարժեք ամենագնացներից 24 թվականի արտադրության, անընդհատ ծառայողական մեքենաների քանակն են ավելացնում, Պարգևավճարներն են ավելացնում եւ փոխանակ մարդկանց խնդիրներով զբաղվելուն, փոխանակ իջնելու ասելու կներեք, չենք կարողացել այս ժամկետում, բայց խոստանում ենք, միջոցներ ենք ձեռնարկում, միգուցե ինչ-որ բան խոսեն մարդկանց հարգեն մարդկանց, իջնեն մարդկանց լսելու։ Սրա փոխարեն բերում են ոստիկանական զորքեր եւ ասում են, եթե հանկարծ բարձրաձայնեք, որ դուք ապրում եք սեյսմիկ վտանգավոր վիճակում, որ ձեր երեխաների եւ ձեր ծնողների կյանքը վտանգված է, եթե դուք այդ մասին բարձրաձայնեք, ապա ձեզ բերման կենթարկենք։ Սա է ժողովրդավար Հայաստանը։ Կոչ եմ անում Եվրամիության ներկայացուցիչներին, ԱՄՆ դեսպանին, մնացած բոլորին, ովքեր լսում են Նիկոլի ստերը, ուտում են Նիկոլի կտերը եւ հավատում են, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, թող գան Վարդաշենի 6-րդ փողոց։ ԱՄՆ դեսպանին հրավիրում եմ այս բնակիչների հետ հանդիպի 6-րդ փողոցի 2 հանրակացարանային շենքերում։ Տեսնելով այս ոստիկանական զորքերի քանակը, թող այդ դրանից հետո համարձակվի ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են այսպես։ Այս մարդկանց իրավունքները ոտնահարվում են։ Ամեն րոպե Աստված մի արասցե, մենք սարսափելի, անդառնալի, վտանգավոր հետևանքներով լի, պայքնավտանգ իրավիճակի ականատեսը կարող ենք լինել։ Քաղաքային եւ համապետական իշխանությունների ոչ կոմպետենտ աշխատանքի հետևանքներ։ Սա իրենց աշխատանքի տոալետի շարանք, սարքի կպրծնի, ոնց որ են վաղ բանկական հրապարակ էլի մի տարի ձգեց։ Այդ հրապարակի տեղ ժողովրդի Իրենք լաց են լինում, որ իրենց երեխաներին կած տվող լինի, որ իրենց երեխաները վաղվաղ զինվորը, իրենց ընտանիքներում շատ տղա երեխաներ կային, ով կյանքը առողջությունը վտանգված է։ Այս երեխեքը իրավունք ունեն մեծանալու, նորմալ անհոգ մանկությունով ապրելու։ Սակայն նրանք անգամ խաղալու հնարավորություն չունեն, նրանք քնում են վախեցած, թե արդյոք կարթնանան, թե չեն արթնանա։ Արդյոք այդ առաստաղի բետոնները կընկնեն իրենց գլխին, թե չէ։ Ու հիմա այս ոստիկանները ուզում են պատասխան տան։ Հարգելի ոստիկաններ, դուք խնդրում եմ մեր հետ համատեղ եկեք 6-րդ փողոց Վարդաշենի, տեսեք ինչ վիճակում են ապրում այս մարդիկ, հետո նոր կորոշենք, բերման ենթարկենք, թե չէ։ Սրա փոխարեն քաղաքային իշխանության 2.5 միավորանոց իշխանությունը, հանրապետություն խմբակը, մյուսները, ովքեր թանկացման, թալանչիական թանկացման որոշումներ են դակում, հենց հիմա թող իջնեն։
իջնեն, նայեն այս մարդկանց աչքերի մեջ ու տան ինչ-որ կոմպետենտ պատասխաններ։ Մարդիկ ուղղակի խնդրում են, աղաչում են, որ իրենց խնդիրը լսելի լինի, իրենց խնդրին լուծում լինի։ Կանչում են, ասում են բարերարներ գրավեք, ուզում եք միջոցներ կառավարությունից, այդ որ ամեն տարի Աննայի համար տարբեր ամենագնացներ եք առնում, Մայրամիգի համար թանկարժեք մեքենաներ եք առնում, ձեռ եք առնում, թե կրթությունը նորաձև է, կրթությունը միշտ էլ նորաձև է և այստեղ կանգնածներից բոլորը կրթված մարդիկ են, պարզապես վտանգավոր վիճակում են ապրում և ահազանգում են։ Իմացեք, որ մենք ձեզ հետ ենք, սիրելի բնակիչներ, Մայր Հայաստանը ձեզ հետ է, մենք չենք թողնելու, որ պիտի ձեր ձայնը ոտնահարվի, մենք ձեզ հետ մինչև վերջ պայքարելու ենք, թող իջնեն ու պատասխան տան։ Իջնեն պատասխան տան, թե ինչքան ժամանակ գինեզ մաշել այս մարդկանց տարհանելու համար։ Եթե քաղաքային իշխանությունը չունի այդքան գումար, ապա թող պահանջեն Նիկոլից։ Թող Նիկոլը գա այստեղ եւ մարդկանց ասի, որ այստեղ 3 միլիոն վարչապետեր են կանգնած։ Բոլորը վարչապետ են։ Այս մարդիկ վարչապետեր են, ովքեր չունեն թիկնազոր, բայց իրենք թշնամու բանակի առջև կռվել են։ Այս պահին այս ընտանիքներում կան տղաներ, ովքեր սահմանին կանգնած զինվոր են։ Այս ընտանիքներում մեծանում են վաղվա զինվորները։ Այստեղ դասալիքներ չկան ի տարբերություն կառավարության եւ այս շենքում նստածների։ Այս դասալիքները եւ կառավարության շենքի դասալիքները թող համարձակվեն ու գան այստեղ կոմպետենտ պատասխան տալու Վարդաշեն 6-րդ փողոցի 2 հանրակացարանային շենքի այս բնակիչներին։ Ոչ թե ոստիկաններին բերեն։ Ինչ անեն այս խեղճ ոստիկանները, որ բերել եք։ Դուք իջեք, 2 պաշտոնյա մարդ չկա, որ իջնի, այսքան ոստիկան եք բերել։ Որովհետև իրանք լսեցի, որ մենք ուզում ենք անցնենք Խաչմերուկ, որ ավելի անելանելի վիճակներ իրանց մոտ։ Դրա համար մի անգամից այս զորախումբը բերեցին, լցրեցին ստեղ։ Ինչի մտածում եք, որ չեն կարա։ Դե փորձի մի ոստիկան մոտիկանա ինձ։ Ոչ մեկ երեխեն իմ երեխուց լավ չի, ոչ մեկի կինը ինձանից լավը չի։ Որ կարանամ, այո, ես այս բային իմ կյանքը վտանգելով ամեն քայլի կգնամ, բայց իմ երեխեն թող ապահով մեծան։ Ոչ մեկն էլ պատասխան չի տալու։ Իշխանական ներկայացուցիչներ, ձեր դուրը գալիս է այս վիճակը։ Գայնում եք ինչ անենք այսքան, եկեք առաջանալ։ Դուք այս շենքում ինչի համար եք եկել։ Մարդկանց խնդիրները լուծելու, թե ձեր սեփական խնդիրները լուծելու, մարդկանց վրա թքած Մասնակեցին, անհիման ամեն ինչը ինչ անում են զապովում, բայց նրանք ամեն ինչը վերջունի թե չէ։ Թող ինչ-որ մեկ է, այդքան բան հանգացրեցին, հիմնավորի ու արտարացնի, թե ավելացված գումարները որտեղ են։ Ոչ մի գումար ճիշտ չեն տալիս։ Եթե անշարժ այս կան քույրությունները տեսնում քաղաքում այդքան նորակառուցումներ։ Եթե այդ գումարները պետք է չծախսվի պարգևավճարների վրա։ Ես չեմ հավատալու։ Լիճը ես Ինչ են առաջարկում։ 3 հոգի ելնեին վերել ամեն մի շենք։ Թողեք մի հատ։ Մի հոգին բախում է, մենք մարդակերտ Մի վախեցեք, ժողովուրդ։ Իջեք այս մարդկանց խոսեք։ Ամեն մեկիցը 3 հոգի թող մտներ, ոչ։ 100 հոգու ես 3 հոգին չի կարա 100 հոգու պատասխան տա։ Այդ 100 հոգին ուզում են իրանց ականջով լսեն։ Ձեզանից 2-3 հոգի իշխանական ներկայացուցիչներ, թող իջնեն այս մարդկանց հետ խոսան։ Ոչ մի վտանգ ձեզ չի սպառնում, այս մարդիկ ձեզ ոչ մի վտանգ չեն ներկայացնում ձեր համար, հանգիստ իջեք։ Այս են ժողովուրդն է, որոնցից մի մասը ձեզ ընտրել է, մի վախեցեք։
Ես լսում եմ ուրիշ բան։ Մի մասը չէ, ամբողջական ներկայացում։ Ավելի լավ։ Ամբողջական Խաբվել եք խոստումներին։ Ես էլ իրար այս որ բարձրանում են վերև, այնտեղ կամերա չկա, իրանք ապր բակը դրում ճանում են։ Պետք է խոստում տան, խոստումի Անի միշտ խաբել է 3-5-5։ Հիմա չենք ուզում։ Դες պիտի խոստում տան, խոստումի տերը լինեն։ Դրա համար չեն իջնում, որովհետև խոստում չեն կարա տան։ Իսկ եթե մենք ենք հերում փափուկ բարձը դնում, ճամփում են ոնց որ միջի։ Փափուկ բարձը։ Մեր փոխանց ավելի խելամիտ Դագդիր միջատ։ Արքայից ինքը իջնի։ Այդ պամպեսը հակած, թող իջնի։ Մենք իրան ոչ մի բան չենք անում։ Այսքան ժամանակ համբերել ենք, ելի կհամբերենք։ Թող իջնեն ԿՊ-ականներից որևիցե մեկը մեզ ստույգ գրավոր պատասխան տա, ինչքան ժամանակում կլուծվի երկու վթարային շենքերի հարցը, նոր մենք հանդես կգնանք։ Չէ, ստեղից գնում ենք կենտրոնական խաչմերուկն ենք փակում, ու տեղից գնում ենք կառավարություն։ Ուր է Երևանի վարչական շրջանի թաղապետը, վերևում, թող իջնի ինքը պատասխան տա։ Թող իջնի պատասխան տա։ Ինքը պատասխան չունի։ Պատասխան չունի, այն օրը ոնց է փափուկ բարձրանում, ասում են խոսք եմ տալիս, Փամբուխչյանիկը վերև չէ։ Վերև շնորհակալություն, դու հիմա իլիշտի պատասխանի տա։ Հիմա արդեն փախել է։ Ուր պիտի փախնի, միջև Իրանստուն։ Դու հավատում ես նրա խոսքերին։ Ինչ ասել։ Փաշինյանը անձամբ ասել է, որ կկարգադրեմ այդ հարցը հրատապ լուծել։ Բա ուրա։ Հաստորեն Փաշինյանը կամ չի կարգադրում, կամ Փաշինյանի շանտեղ չեն դնում իր ենթակաները, որ իր կարգադրությունները կատարեն։ Ինքը պետք է այդքան լինի, որ իրան շանտեղ դնեն։ Նրա համար ինքը թող բարի լինի իր կարգադրություններին տեր լինի ու կատարի իր խոստումը։ Ու մանավանդ գրավոր դրի ինքը իր կարգադրությունները։ Ուղղակի զարմանալի է, օրինակ կնանիք եմ ներքև աղվարված։ Ուժելի մի հատ իրենց ամուր սրտով տղամարդ չկա ղեկավար, որը իջնի, չկա տենց բան։ Երկու բար մեր հետ խոսում։ Ոստիկաններին են ուղարկել պաշտպանվելու համար։ Ո՞ւմ եք խոսում, այսպես ոստիկանը ինչ գիտի պահանջը։ Մենք ինչ ենք անելու։ Բայց ոստիկանին Ոստիկանները պաշտպանվում են մեզանից, ահա, հայ մայրերից։ Այն մայրերից, ովքեր ժառանգ են բերում, որ տան այս սահմանը պահելու, որ տան ոստիկան դառնալու, որը մենք մեզ, հա? Սահմանը պահում է, որ իրաց մայրերի հետ Դե ոստիկաններն էլ մեղավոր չեն, ախր ինչ անեն։ Կարող է իրանք դուր է գալիս մեր վիճակը։ Իրանք էլ մայր ունեն, իրանք էլ քույր ունեն։ Այս վիճակը դուր է գալիս, բայց ինչ անեն։ Աշխատավարձի բացակայությունից վախում են։ Լսում որ այսքան ժողովուրդը կայնած են իրանց օրվա հացը կտղվորը։ Ինի ես չեմ հասկանում, ժողովուրդը հասկանում եք։ քիչ է, էլիկան, բայց իրանք։ Այսքան ժողովուրդը Ես Երևանի բնակիչ եմ։ Հա, ես չեմ հասկանում, ուրիշ բառ չկա, որ գա կայնիստը։ Այսինքն ուրիշ ո՞ց։ Օտարմար, հայ։ Թողնի։ Ուրիշ հայ չկա, որ գա կայնիստը։ Ինչքան հայ ջահել տղամարդ կար, սաղին սարքելա ոստիկան փողատալի, որ իր հարմար տեղերը ապահովագրի։ Այդ համտանը մետի հաստը Այո։
մեկ բան ասեմ էլի, ես սենց լուր մնալով ինչ պետք է, ինչքան Ես հիմա ուզում եմ բարձրանամ վերև, փորձեմ ումը ասենք։ Չեմ իմանում։ Պարոն Փամբուկյանը շեյքում է։ Փորձենք, եթե կիչնեն։ Ես հիմա դրա համար եմ ուզում բարձրանամ վերև, տեսենք որևէ մեկը կիչնի, կլսի ձեզ թե չէ։ Անպայման պետք է լսեն, որովհետև չիչան մենք գնում ենք կառավարություն։ Մենք ուրիշ տարբերակ չունենք ստեղ։ Դե ես փորձեմ բարձրանամ վերև։ Ես հիմա փորձեմ բարձրանամ վերև, տեսնենք որևէ մեկը կիչնի ժողովրդի հետ հանդիպելու, որևէ պատասխան տալու։ Քաղաքապետի առաջին տեղակալ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Փամբուկյանը տեղում է։ Բարև ձեզ։ Տեղում է պարոն Փամբուկյանը։ Ես Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ եմ Աննա Ավետիսյան։ Ուզում եմ մի հատ տեսնեմ։ Բայց երախս ինչ եք անում կամերայում։ Ձեզ վրա չի միացած այս պահին։ Ես ում եմ հասկանանք լինակ տեղում է, թե տեղում չի կամ խնդրում։ Ինձ ասեցին, որ տեղում է ինքը։ Մի հատ խնդրում եմ փոխանցեք։ Ես ուզում եմ իր հետ հանդիպեմ ու մենք միասին իջնենք քաղաքացիների հետ խոսեն, մի հատ հարցերին պատասխան տան, որը մեկ այդ մարդկանց ձայնը լսի։ Հասկանամ։ Ես սպասում եմ այստեղ ձեր պատասխանին։ Ինձ տեղեկացրեցին, որ պարոն Փամբուկյանը տեղում է։ Փոխանցեցի, որ ուզում եմ տեսնեմ եւ միասին իջնենք քաղաքացիների հետ հանդիպեն, քաղաքացիների հարցերին պատասխան տան։ Հիմա տեսնենք դեռ տեղում կլինի, թե չի լինի։ Մարդիկ սպասում են։ Փոխանցեցիք, ներողություն։ Հարցս։ Ես այս պահի դրությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուկյանի աշխատասենյակի դիմաց եմ, սպասում եմ, որպեսզի նրան փոխանցեն պահանջը, որ քաղաքացիների հետ հանդիպեն, որևէ պատասխան տան մարդկանց։ Պարոն Փամբուկյանը իհարկե տեղյակ է, շատ լավ տեսնում է իր պատուհանից, թե ներքևում ինչ է կատարվում։ Փոխանցեցիք։ Փոխանցեցիք։
Ես հիմա ուղիղ եթերը կանջատեմ, որպեսզի խոսենք, որտեղ չեն ուզում ուղիղ եթերում խոսենք եւ հետո կմիանամ կշարունակենք։ Ուրեմն ինձ տեղեկացրեցին, որ պարոն Փամբուկչյանը խիստ զբաղված է, գրաֆիկը շատ խիստ է եւ խիստ հագեցած է եւ 5 րոպե ժամանակ չունի տրամադրելու, որպեսզի իջնի քաղաքացիների հետ զրուցի։ Ես պահանջեցի, որ քաղաքապետանի այս ամբողջ շենքում կգտնվեն գոնե 1-2 հոգի, գոնե այդ 1-2 հոգուն լիազորի, որպեսզի իջնեն մարդկանց հետ խոսեն, որով պատասխան տան։ Հիմա սպասում եմ այդ իմ հարցադրման պատասխանին, տեսնենք թե ինչ են պատասխանելու։ Իհարկե ես արդեն ենթադրությունները ունեմ, թե ինչ են պատասխանելու, բայց այնուամենայնիվ սպասենք այս պատասխանին ևս։ Քաղաքապետի առաջին տեղակալի գրաֆիկը այնքան խիտ է, որ չի կարող 5 րոպե ժամանակ տրամադրի, իջնի մարդկանց հետ խոսի։ Ես դեռ Արմեն Փամբուկչյանի աշխատասենյակի դիմաց եմ։ Մարդիկ դեռ այստեղ են, պահանջում են, որպեսզի իշխանական ներկայացուցիչներից որևէ մեկը իջնի իրենց հետ խոսի, հարցերին պատասխան տա։ Իմ ամենապարզ հարցին կա այս շենքում 1-2 հոգի, որ կարա իջնի մարդկանց հետ հանդիպի, այդ քննարկում, այսպես դռնփակ եւ շատ խիստ գաղտնիության պայմաններում է կատարվում։ Չգիտեմ ինչից են վախեցած։ Այս այն մարդիկ էին, ովքեր որ ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տվել են քաղաքացիական պայմանագրին, այն 9% ընտրողներից մի փոքր զանգվածն է այստեղ հավաքվել, պահանջում են, որպեսզի իշխանական ներկայացուցիչներից որևէ մեկը իջնի եւ իրենց հետ զրուցի, այն որ խոստացել են ընտրություններից առաջ իրենց որ տարհանելու են իրենց 4-րդ կարգի վթարային շենքերից 1.5 տարի հետո, 1.5 տարին արդեն անցել է, իսկ մարդիկ հələ պահանջում են ու ոչ մի արձագանք չեն ստանում։ Ես դեռ սպասում եմ, ընդհանրապես պետք է քննարկեն, հասկանային, կգտնվեն 1-2 հոգի, որ իջնեն մարդկանց հետ զրուցեն։
Մարդիկ իրենց պահանջը լսելի դարձնելու համար փակել էին փողոցը, քաղաքապետարանի դիմացի հատվածը եւ իշխանության ներկայացուցիչները ոստիկանների զորք բերեցին երկու կողմերից, հիմա կանգնած են, մի մաս էս կողմն է, մի մաս էս կողմն է։ Թե ինչից են այդքան վախենում, չգիտեմ։ Չի ստացվում, ներողություն, հասկանամ։ Ես ձեզ վրա չեմ պահում, մի քանի վայրկյանով ես անջատեմ, նորից շարունակենք։ Ուրեմն պարոն Փամբուխչյանը առհասարակ հրաժարվեց որևէ տեսակի հանդիպում ունենալ կամ կազմակերպել քաղաքացիների հետ, ոչ միայն ինքը հրաժարվեց, այլ հրաժարվեց նաև կոմպետենտ որևէ անձանց լիազորելու, որպեսզի հանդիպեն այդ մարդկանց հետ։ Այսինքն օգիտ ասած թքած ունեն մարդկանց խնդիրների վրա։ Պարոն Փամբուխչյանը հրաժարվում է հանդիպել, ես նոր դարձեցա պարոն Փամբուխչյանի մոտ, փորձեցի իջնեն ձեզ հետ հանդիպեն, ինքը հրաժարվեց, որտեղ խիստ զբաղված է, աշխատանքային գրաֆիկը շատ խիստ է եւ 5 րոպե ժամանակ չունի ձեզ հետ հանդիպելու։ Խնդրեցի, որ լիազորի որևէ երկու կոմպետենտ անձանց, որպեսզի եւս իջնի եւ այդ դեպքում եւս հրաժարվեց։ Ասենք, որ իշխանությունները վարձացալ ես պարոն Փամբուխչյանի հետ հանդիպեի եւ փորձենք կազմակերպել, որպեսզի իջներ քաղաքացիների հետ հանդիպել, պատասխան տար մարդկանց, հրաժարվեց, իրենց փոխանցեցին, որ շատ խիստ աշխատանքային գրաֆիկի պատճառով 5 րոպե ժամանակ չունի տրամադրելու, չի կարող իջնել։ Ես խնդրեցի, որպեսզի լիազորի որևէ կոմպետենտ անձանց, որպեսզի նրանք իջնեն հանդիպեն, հասարեն դա էլ հրաժարվեցին, ոչ ոք չի պատրաստում իջնի մարդկանց։ Այսինքն մեզանից հրաժարվում են, մեր հարցը ընդունել, մեր խնդիրը հրաժարվում են ձեր խնդրով, բա որևէ մեկը իջնի ներքև ձեր հետ հանդիպելու։ Չէ, մեկը իրանք ընդմիջման ժամ ունեն։ Թող չասեն 5 րոպեն իրանց այդ խիստ գրաֆիկին չի խանգարելու։ Թող գործերը իրանց նենց կազմակերպեն, ոնց է մենք մեր գործերը նենց ենք կազմակերպում, որ ամեն ինչ ժամանակին պատշաճ կերպով պատահի։ Այս հարցը չափազանց հրատապ հարց է եւ կարելի է միանշանակ ժամանակ գտնել եւ իջնել մարդկանց հետ հանդիպելը, որտեղ այն պայմանները, որ մենք տեսել ենք տեղում, շենքային պայմանները, բնակ պայմանները ուղղակի անմարդկային, անմխիթար վիճակ է ու մարդկանց անվտանգության փլուզումը մի կողմ, շենքը ամբողջ հիմքը կոյուղաջրերով լցված ջրերը հոսում են, շենքից քարերը պոկվում են, դուրս են գալիս, գումարած, որ տների ներսերը խոնավությունից բորբոսնել են, մամռակալել են ու այդ պայմաններում երեխաներ են մեծանում, մարդիկ են ապրում, մարդիկ արդեն տարիքով մարդիկ բազմաթիվ հիվանդություններ ունեն, իսկ այդ երեխաները շատ շուտով ցավոք սրտի, եթե մնան այդ բնակարաններում, այդ հիվանդությունները իրենք էլ են ունենալու, այնպես որ այս հարցը խիստ հրատապ է եւ իշխանությունները ամեն ինչ պետք է ձեռնարկեն, որպեսզի քաղաքացիներին օգնեն այս հարցը լուծում ստանալու։ Հիմա դուք ավետիք դեռնում են մեր ուրիշ պատճառները, ուրիշ
ուրիշ միջոցներ են մեզ դրդում Այդ միջոցները դուք պետք է որոշեք, ես կոնկրետ փոխանցում եմ եւ փորձեցի հանդիպումը ձեր Հիմա մեկ է ճանապարհ փակելուց հետո Արմեն Քամբոկչյան, այո, քաղաքապետը առաջին տեղակալ։ փոխակապ Ուղղակի իրանց ճիշտները Տիկին Աղեկյան մեզ դրդում է ուրիշ բաներ քայլեր ձեռնարկեն ոստիկան լինենք մի երկու բան ավել խոսանք մեզ կալանավորեն բռնեն տանեն մենք չենք վախենում ոստիկանը մերն է ոստիկանն էլ մեր ժողովրդի մասնիկն է մենք չենք վախենում ոչ մի բանից Пожалуйста, թողան տանեն, հիմար են տանում։ Հիմա պարոն Փաշինյանին ես բացահայտ ասում թող ինքը գա Սարևիտակ երկար չեմ կարող այնում զարկերական ճշում ունեմ։ Բարաժարևա, միացել գամ։ Դե ինչ ասեմ, իշխանությունները ձեռքները լվացել են այս հարցում, ոչ ոք չի ուզում հանդիպի, չի ուզում ոչ մի բառ քաղաքացիների հետ քննարկի, խոսա, ինչ որ հարցին պատասխան տա, այս իշխանության վերաբերմունքը ժողովրդին։ Բայց որ հարցը հասնի թանկացումների որոշումները կայացնելու, կարգով, շարքով, իրենց ամբողջ խմբակով կհավաքվեն թանկացումները կընդունեն։ Այն կողմից։ Իրավիճակը սա է, ես արդեն ավարտեմ ուղիղ եթերը, ուղիղ եթերից դուրս փորձենք ես խնդրի ինչ որ լուծում տանք